կաշառք նման մի բան է, էլի, տիպը թոշակառուները հիմար են, խափենք մեր 2 ամիս մնացած, այդ 10 մանեթ, եթե նայում ես, իրանք 10 մանեթ բարձրացրել են, 6 մանեթ տավարի միսնա, ինչ են բարձրացրել։ Այն ժամանակ էլ չթոշակառուն միս կերել հիմիկ էլ չի ուտել, բարձրացությունը ոչ մի դեր չի խաղացել։ Այնպես որ պիտի ավելի բարձր լինի, որպեսզի թոշակառուն կարողանա իրան գոնե նորմալ պահի։ Մինչև այդ 10,000-ը ինչ որ կար, մի բան էլ ապրանքները ավելի շատ թանկացան, այդ 10,000-ը ոչ մի նշանակություն չունեցավ։ Ոչ ինդեքսացիա արին, ոչ բան, դա էլ ոչ մի նշանակություն չունեցավ։ Սոցիալական մեր իրավիճակի վրա դա ոչ մի անդրադարձ չունեցավ։ Ապրանքները խնդրեմ խանութը ոտ ռեադամ մտնենք։ Ապրանքներ կան, սննդամթերքներ, որոնք կրկնակ են թանկացել։ Այսինքն ոչ մի բանով չօգնեց մեր սոցիալ-տնտեսական, մեր սոցիալական վիճակի, թոշակառուների վիճակի վրա։ Եթե մարդ միայնակ է, այդ բարձրացումը այն չի, ինչ որ ասենք այն թոշակառուն, որ ընտանիք ունի։ Պատկերացնում եք ինչ եմ ասում, ստեղնեց նրբություններ կան, որ ուղղակի միայնակ մարդը չի կարողանում, բայց ընտանիքով որելում է, այդ միայնակ թոշակառուն կարողանում է հեշտ ապրի, բայց միայնակ թոշակառուն չի։ Այն ժամանակ բան էր, ուրեմն տալիս էին Փարոսային ինչ-որ բան է, չէ՞, ոնց է կոչվում դա։ Այն 20,000 դրամ փող էին ուտարում։ Հիմա 10,000 դրամ ավելացրել են։ Այստեղ ինչ հարց առաջանում։ Պակասել է, չփասել են, չի ասում։ Ուղղակի ես չգիտեմ, էլի ինչ ասում են։ Ես թանկացումների ֆոնին էդ եմ ուզում հասկանալ։ Այ թանկացումները միանակ ասում եմ, նորից ասեմ, ընտանիքով մարդ, որ թոշակառու է, հատնում է, հանգիստ ապրում, բայց միայնակ թոշակառուն դժվար է, շատ դժվար է։ Այդ սավտանամ 50 մանեթը կհերիքի, դուք ու մեջ որոշի, կհերիքի, չի հերիքի, 100 տարի մնա, հետո կարող է կտրեն, ով գիտի, որ ասանք ինքը ընտրվի կամ չընտրվի, ով իմանա։